Մայիսի 16-ին Ալավերդի համայնքի ավականին որոշում ընդունեց թիվ 5 և 6 մանկապարտեզները լուծարելու և նոր մանկապարտեզ ստեղծելու մասին։ Հիմք ընդունելով համայնքների խոշորացման ռազմավարական տեսլականն ու ղեկավարվելով օրենսդրությամբ վերապահված լիազորություններով Ալավերդի խոշորացված համայնքի ավականին նախաձեռնություն է սկսել համայնքային նշանակության Ալավերդի համայնքի թիվ 5 մանկապարտեզ և թիվ 6 մանկապարտեզ ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու և արդյունքում ամբողջովին նոր կանոնադրական կարգավորումներով մեկ մանկապարտեզ համայնքային նշանակության ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու ուղղությամբ։ Թիվ 5 մանկապարտեզը համայնքի սանահին բնակավայրում է, երկրորդը Ալավերդի քաղաքում։ Հիմնավորումը կրկնվող հաստիքների օպտիմալացում, համայնքային բյուջեի միջոցների խնայում։ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Խումաշյանն ասում է, երկու մանկապարտեզներն իրար շատ մոտ են, նույն գործունեությունն են իրականացնում, ինչը չի տեղավորվում համայնքների խոշորացման հայեցակարգում։ Իրավաբանորեն մեկ համայնքի համարվող վարչատարածքային միավորումում իրար հարակից շատ մոտ գտնվող միևնույն գործառույթ իրականացնող տարբեր կազմակերպությունների տնտեսական կառավարումն ու անշահավետ է, իսկ վարչականը աննպատակահարմար։ Թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանը Facebook-ից էր իմացել ավականու նիստի մասին։ Ավելի լավ չէ անցնցում միավորել երկու մանկապարտեզները հանուն երեխաների և կոլեկտիվների, քան մրցույթների տանել արդեն փորձառու աշխատակիցներին, առաջարկեց ավականուն։ Ավելի անցնցում ընդամենը մեկ մանկապարտեզը վերամիավորվում է մեկ այլ մանկապարտեզին, այս դեպքում փաստորեն թիվ 5-ը թիվ 6-ին շենքային պայմաններից ելնելով, քանի որ մեր թիվ 6 մանկապարտեզը վերանորոգման արդյունքում արդեն ունի 3 ավել խումբ, այսինքն գործելու է 7 խմբով, թիվ 5 մանկապարտեզի մեկ խումբը իր սաներով, իր բոլոր աշխատողներով շատ գեղեցիկ տեղավորվում է մեր մանկապարտեզում։ Անձնավորված ոչինչ չկա, զուտ հաստիքների օպտիմալացում, ասաց Խումաշյանը։ Համայնքին ի նպաստ քայլերի համար ժամանակ էր պետք։ Հիմա եկել է այդ ժամանակը, երկու մանկապարտեզի փակման հաշվին բացել նորը։ Հետևաբար, հիշյալ կազմակերպությունների միավորմամբ կստեղծվի կառավարման առումով առավել ճկուն, իսկ հաստիքների օպտիմալիզացման արդյունքում առավել արդյունավետ ենթակառուցվածք։ Նորաստեղծ կազմակերպությունում կսահմանվի 3 հաստիքային միավոր՝ մեկ տնօրեն, մեկ հաշվապահ, մեկ տնտեսվար։ Անահիտ Հախվերդյանն իր աշխատանքային ապագայով հետաքրքրվեց, արդյոք կլինի նոր տնօրեն, թե ժամանակավոր պաշտոնակատար։ Կոնկրետ ես անհանգիստ եմ, տնօրեն եմ, աշխատող մարդ եմ, անհանգիստ եմ, կունենամ ժամանակավորապես աշխատելու հնարավորություն, մրցույթ հայտարարվելու է թե ոչ, կամ եթե միացնում եք, ինչու 3 մանկապարտեզ չեն միացնում, կամ ինչու մեզ հետ չի քննարկվել։ Ինչու՞մն է ձեր անհանգստությունը։ Այո։ Իմ հետագա աշխատանքի համար, ասենք ես ինչ եմ անելու, ժամանակավոր եմ նշանակվելու, սպասել եմ մրցույթին, որևէ մեկ ուրիշ մարդ է ժամանակավոր։ Ես ձեզ պատասխանել եմ, որ ոչ։ Դուք ինձ այդ պատասխանը չեք։ Տնօրեն մնալ չմնալու Հախվերդյանի հարցադրումներին Ալավերդու համայնքապետը կտրուկ արձագանքեց։ Կներեք, դուք եկել եք, որ պատասխանենք, դուք եք աշխատելու թե ոչ։ Ո՞նց է լինելու հետագա գործընթացը։ Ես էլ ասեցի ոնց է լինելու։ Լուծարվելու է, ստեղծվելու է նոր հողակ եւ ստեղծվելու է նոր մանկապարտեզ։ Ահա, հաստիքները պարզ, տնօրենի հարցը։ Ով է լինելու տնօրեն։ Չէ, ոնց է, չէ, կներեք, Տիկին Հախվերդյան, հիմա նորից մենք վերածում ենք այս բանավեճի, չեմ հասկանում։ Ես նորից եմ ասում եւ չեմ ուզում այլևս այդ հարցին արել։ Ես որոշում չունեմ։ Անահիտ Հախվերդյանը, որ 25 տարի է ղեկավարում է թիվ 6 մանկապարտեզը, քաղաքացու ձայնին ասաց, մանկապարտեզների լուծարման գործընթացն իրենից ազատվելու պատրվակ է, ավելի շատ իր դեմ ուղղված մոտեցում, քան օպտիմալացում։ Իր հանդեպ անձնավորված վերաբերմունքը ասաց, դեռ մանկապարտեզի շինարարության ընթացքում է սկսվել։ Լուրեր են հասել իրեն, որ անգամ 3-րդ մանկապարտեզն են ուզում միավորել այս երկուսին ու վերջինիս տնօրենին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Դեկտեմբեր ամսից ինձ եկել են գրություններ համայնքապետի անունից այս բովանդակությամբ։
Այն ընթացքում երբ այն որ ասում են ցեխ ու ջուրի շրջանն է, ընդհանրապես պայման չկա աշխատանքային, գրությունն է գալի։ Տիկին Հախվերդյան, մենք եկել ենք, այցելել ենք մանկապարտեզ, դուք չեք գտնվել ձեր աշխատանքի վայրում, տվեք բացատրություն։ Առաջ անգամ տվեցի։ Ես զգացի, որ սա հասարակ հարցեր չեն, սա արդեն ես տրամադրված, հետո սկսեցի ընդվզել։ Գնում եմ համայնքապետին, հանդիպման համայնքապետին չի ընդունում, խիստ զբաղված է, 1 օր, 2 օր զանգում եմ, չի պատասխանում համայնքապետի քարտուղարին, ասում է զբաղված է։ 3 ամիս ոնց կարելի է տնօրենը գործատուի հետ հնարավորություն չունենա հանդիպելու։ Ես գնացի մարզի ղեկավարի մոտ։ Այս նույն բանը ասել եմ, ինչ պատճառ ունես։ Ես պատճառը ենթադրյալ ասել եմ, մարզի ղեկավարն ինձ լսեց, հետո երևի հասկացան, որ այդ հիմքով ինձ չեն կարող հանեն, ասենք մտածեցին այս տարբերակը, դուք էլ տեսաք, որ ավականին անտեղյակ է տարական գործառույթներից, որոնք իրականացվում են մանկապարտեզային շրջանակներում, այսինքն մարդիկ գաղափար չունեն հասարակ տնտեսվարի գործառույթը, ինչ մնաց այլ հաստիկներ։ Շուրջ 200 երեխայի համար նախատեսված թիվ 6 մանկապարտեզը շուտով շահագործման կհանձնվի։ Կառուցվել է համայնքի, պետբյուջեի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաֆինանսավորմամբ։ Եթե նպատակը հաստիկների օպտիմալացումն է, կարող էին 5-ը 6-ին միավորել, բայց ավականին գնաց այլ ճանապարհով։ Քաղաքացու ձայնին ասում է համայնքային գործընթացները մշտադիտարկող իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը։ Տպավորություն ունի, որ լուծարումը շատ ավելի թիվ 6 մանկապարտեզի տնօրենից ու կոլեկտիվներից ազատվելն է, որովհետև նոր ՀՕԱԿ-ը ենթադրում է նաև նոր աշխատակազմ։ Ստացվում է, լուծարվելով միջազգային դոնորի աջակցությամբ կառուցված մանկապարտեզն առաջիկայում իրավական առումով չի լինելու, փոխարենը կլինի նորակառույց շենք, մինչդեռ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հենց մանկապարտեզի կառուցմանն է ֆինանսավորում տրամադրել։ Արդյունքում տեղի է ունեցել միջազգային կառույցի, պետբյուջեի և համայնքի ֆինանսական միջոցների անարդյունավետ ծախս, և սա այն դեպքում, երբ պետությունը ստանձնել է 500 մանկապարտեզ, 300 դպրոց լայնամասշտաբ պետական ծրագրի իրականացումը։ Հաստատվի միջազգային դոնորի պետության և համայնքի ֆինանսավորումը անարդյունավետ է օգտագործվում, եթե սա դատական կարգով չբողոքարկվի, կստացվի, որ հետագայում նաև յուրաքանչյուր տնօրենից կամ աշխատակազմից ուղղակիորեն ձերբազատվելու համար թիմերը կսկսեն լուծարել տվյալ ՀՕԱԿ-ները։ 3 ամիս շարունակ, ասում է արդեն լուծարված թիվ 6 մանկապարտեզի տնօրենը, համայնքի ղեկավարի հետ փորձել եմ հանդիպել, զրուցել, չի հաջողվել։ 8 ամսվա փոխարեն մանկապարտեզի կառուցումը ձգվեց 2 տարի, Հախվերդյանն է ասում։ Այդ ընթացքում վճարվել է 2/3-ով, 75,000 դրամի չափով։ Այսինքն հարկադիր պարապուրդի ընթացքում միայն տնօրենին համայնքային բյուջեից վճարվել է շուրջ 1,8 միլիոն դրամ աշխատավարձ։ Որքանով է արդարացված ու հիմնավոր լուծարել նորակառույց մանկապարտեզն ու բացել նորը, արդյոք հնարավոր չէր միավորել դրանք, ինչու է համայնքային բյուջեից 2/3-ով աշխատավարձեր վճարվել հարկադիր պարապուրդի մեջ գտնվող մանկապարտեզի աշխատակիցներին, երբ գիտեին, որ լուծարման են տանելու, արդյոք արդարացված են եղել համայնքային միջոցների ոչ նպատակային այս ծախսերը, հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չհաջողվեց ստանալ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանից, ով հրաժարվեց հարցազրույցից, ապա և չպատասխանեց մեր զանգերին։ Պակաս տարակուսելի չէր նաև ավականու չեզոք պահվածքը։ Վերոնշյալ հարցադրումները համայնքի ղեկավարին անելու և հասկանալու իրավական առումով որքանով է հիմնավոր լուծարման գործընթացը, ինչու է տնօրենն իրենից ազատվելու միտում տեսնում, փորձեցին հարցը փակել միաձայն քվեարկությամբ։ Անահիտ Հախվերդյանին այդպես էլ չեն համոզել մանկապարտեզների լուծարման ավականու նիստին հնչած հիմնավորումները։ Պատրաստվում է դատարան դիմել խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով։ Քաղաքացու ձայնը Ալավերդի համայնքից։